Եվ մի հարուստ մարդ կար, և շատ ազնիվ ծիրանի և բեհեզ էր հագնում, և ամեն օր փառավոր զվարճություն էր անում։ Մի աղքատ մարդ էլ կար, անունը Ղազարոս, որ նրա դռան մոտ գցված էր խոցերով լիքը, և ցանկանում էր իրան կշտացնել այն փշտրանքներիցն, որ հարուստի սեղանիցն ընկնում էին։ Այլ և շներն էլ գալիս էին և նրա խոցերը լիզում էին։ Եվ եղավ, որ աղքատը մեռավ, և հրեշտակները տարան նրան Աբրահամի գոգը։ Հարուստն էլ մեռավ և թաղվեցավ։ Եվ դժոխքումն մինչ տանջանքի մեջ էր գտնվում, իր աչքերը բարձրացրեց, հեռվանց Աբրահամին տեսավ և Ղազարոսին էլ նրա գոգումը։ Եվ նա աղաղակեց և ասեց. «Հայր Աբրահամ, ինձ ողորմիր և Ղազարոսին ուղարկիր, որ իր մատի ծայրը թռչե ջրով և իմ լեզուն հովացնե, որովհետև այս կրակի բոցի մեջ տանջվում եմ»։ Աբրահամն էլ ասեց. «Որդյակ, հիշիր, որ դու ընդունեցիր քո բարիքը քո կյանքումը և նմանապես էլ Ղազարոսը չարչարանքները, և հիմա սա այստեղ մխիթարվում է, իսկ դու տանջվում ես։ Եվ ի վրա այսօր ամենայնի մեր և ձեր մեջ մեծ անդունդ է հաստատված, որ այստեղից ձեզ մոտ անցնել ուզողները չկարողանան, և ոչ էլ այդտեղից մեզ մոտ անցնեն»։ Եվ ասեց. «Ուրեմն աղաչում եմ քեզ, հայր, որ դրան ուղարկես իմ հոր տունը, որովհետև ես 5 եղբայր ունիմ, որ նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան այս տանջանքի տեղը»։ Աբրահամն ասեց նրան. «Նրանք Մովսեսին և մարգարեներին ունին, թող նրանց լսեն»։ Նա էլ ասեց. «Ոչ, հայր Աբրահամ, այլ եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, կապաշխարեն»։ Եվ նրան ասեց. «Եթե Մովսեսին և մարգարեներին ականջ չեն դնում, չեն էլ համոզվիլ, եթե մեռելներից մեկը հարություն առնե»։